Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին կնոջ եւ երեխաների հետ ժամանել էր Հայաստանի Հանրապետություն։ Երևանից նա մեկնել է Բաքու։ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը եւ անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի եւ լուսանկարներ է հրապարակել իր էջում։ Նա իր գրառման մեջ երկու անգամ նշել է հայոց ցեղասպանություն ձևակերպումը, սակայն որոշ ժամանակ անց գրառումը եւ լուսանկարները հեռացվել են Միացյալ Նահանգների փոխնախագահի էջից։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Մեծի տանկիլիկյո կաթողիկոս Արամ Առաջինը հատուկ ուղերձով դիմել էր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայ գերիների ազատ արձակման հրատապ անհրաժեշտությամբ։ Արամ Առաջինը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանման հրատապ թեմային, ակնկալելով Միացյալ Նահանգների փոխնախագահի անձնական միջամտությունը։ Նամակում նա հիշեցրել էր, որ միջազգային իրավունքը հստակ պարտավորեցնում է կողմերին ապահովել ինչպես ռազմագերիների ազատ արձակումը, այնպես էլ հոգևոր եւ մշակութային հուշարձանների պաշտպանությունը հակամարտություններից հետո, ասված է Մեծի տանկիլիկյո կաթողիկոս Արամ Առաջինի հաղորդագրության մեջ։ Բաքվի ռազմական դատարանում, որտեղ ընթանում էր հայ գերիների դեմ շինծու գործերով դատավարությունը, ավարտվել է եւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը եւ նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը եւ ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Շվեյցարիայի ազգային ժողովի անդամ Էրիխ Վոնտոբելը, որը նաև Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված խաղաղության նախաձեռնության հիմնադիրն է, հայտարարել է, որ Շվեյցարիայի կառավարության տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարցը
պահվի միջազգային օրակարգում եւ գտնել լուծում, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքը, եզրափակել է Շվեյցարիայի ազգային ժողովի անդամ Էրիխ Վոնտոբելը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոքել է 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող զույգին իրենց ելույթը կատարելով Արցախ կոմպոզիցիայի ուղեկցությամբ, անվանելով այն անջատողական երաժշտություն։ Արցախ արտահայտությունը խորհրդանշում է Հայաստանի կողմից երկար տարիներ օկուպացված Ադրբեջանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքը։ Այդ առումով նման ծրագրի ընտրությունը օլիմպիական խաղերի ընթացքում ակնհայտորեն ունի քաղաքական և գաղափարական բովանդակություն և հակասում է օլիմպիական արժեքներին, ասված է դիմումում։ Նշենք, որ օլիմպիական կոմիտեն հայ զույգին արգելել է հանդես գալ Արցախ անունով։ Discover the magic of mVideo Photo. Looking for high-quality video and photo services for your event? At mVideo Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձով շնորհավորել է Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին Զայեդ մարդկային եղբայրության մրցանակը ստանալու առիթով։ Չափազանց կարևոր եմ համարում ինչպես եղբորս Իլհամ Ալիևի կողմից երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերված վճռական կամքը, ընդունելով Ալիևի պահանջները, ասել է Էրդողանը և հույս հայտնել, որ Կովկասի համար նոր էջ կբացվի։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող եք դիտել www.արձագանktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։